Մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը շարունակվում է զարգանալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման մասին, որն ըստ Վաշինգտոնի ուժի մեջ է մտել ապրիլի 13-ին Երևանի ժամանակով ժամը 18-ին։ Թրամփը նշել է, որ ցանկացած իրանական նավ, որը կփորձի մոտենալ ամերիկյան շրջափակմանը, կկործանվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը մեծացրել են իրենց ներկայությունը տարածաշրջանում։ Ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիագիրը մտել է Օմանի ծոց եւ գտնվում է Իրանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տվյալներով Արաբական ծովում տեղակայված է 11 ռազմանավից բաղկացած խումբ, որը կարող է ներգրավվել Հորմուզի նեղուցի վերահսկման գործողություններում։ The Wall Street Journal-ի տվյալներով այդ ուժերի կազմում ընդգրկված են նաև հրթիռային կործանիչներ, դեսանտային նավեր եւ ավիացիոն միջոցներ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մերձավոր Արևելքի նավահանգիստների շրջափակման մասին, նշելով, որ միացյալ դիմակայության ճակատը սպասում է թշնամուն եւ սպառնացել է նոր ռազմական գործողություններով։ Իրանական կողմը նաև հայտարարել է, որ հնարավոր պատերազմի դեպքում կկիրառվեն այնպիսի մեթոդներ, որոնց նկատմամբ հակառակորդը դժվարությամբ կկարողանա հակազդել։ Քաղաքական դաշտում զարգացումները շարունակվում են։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ այս շաբաթ կանցկացվի միջազգային գագաթնաժողով ավելի քան 40 երկրի մասնակցությամբ։ Քննարկման առանցքում կլինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը եւ անվտանգությունն ապահովելու բազմազգ մեխանիզմների ստեղծումը։ Մակրոնը նաև կոչ է արել հասնել Մերձավոր Արևելքում արագ, երկարատև եւ կայուն դիվանագիտական լուծման։ Իրավիճակին անդրադարձել են նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, նշելով, որ Իսրայելն աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններին։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Պակիստանում Իրանի հետ բանակցություններից հետո տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի առաջնահերթությունը Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումն ու ուրանի հարստացման դադարեցումը երկարաժամկետ դարձնելն է։ Նեթանյահուն նաև նշել է, որ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև մշտական համակարգում կա։ Դիվանագիտական գործընթացները շարունակվում են Պակիստանում, որտեղ նախատեսված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների հերթական փուլը։ Ըստ Axios-ի ամերիկյան կողմն առաջարկել է մինչև 20 տարվա ժամանակավոր դադար ուրանի հարստացման համար, մինչև Իրանն ավելի կարճ ժամանակ է առաջարկել։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում են այն հարցերին, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի արդեն առկա հարստացված նյութերից։ Միջնորդական ջանքեր են գործադրում նաև Թուրքիան, Եգիպտոսը եւ Պակիստանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։